Բարի երեկո, ուղիղ եթերում դեմ արդեմն է, բարի երեկո, սիրելի տատիկներ, մայրիկներ, քույրեր, աղջիկներ, շնորհավորում եմ ձեր տոնը, երջանիկ, առողջ և միշտ սիրված լինեք։ Այսօր դեմ արդեմի տաղավարում խոսելու ենք կանանց մասին և ուզում եմ սիրով ներկայացնեմ մեր հյուրին, սակայն կներկայացնեմ մեր հյուրի միակ ժողովածուի մեջի գրված խոսքերի միջոցով, ով եմ, ծնվել եմ Լոռու Ճոճկան գյուղում, բանաստեղծության ներսում ապրում եմ այս քանի դար, փակվում եմ բառի թարմությամբ լցված և հազարամյա բառը դառնում է իմ մտերիմը, ծաղկում է շուրթերից։ Մասնագիտությունս աշակերտների հրաշք աշխարհը մի օազիս է ինքնամաքրման, մի վերին խորհուրդ, որ ծովը ունի, քանի սերնդի սիրտս հենեցի, երգիս աչքերում պատս պարեցի։ Տեսակս, ես այն թռչունն եմ, որ բույն չի լքում ամենադժվար պահերին անգամ, դաշտի ծաղիկ եմ քամուր ունգերում իմ բույրերը կան։ Եթե ձեզանից ոմանք կարդացել են իմ անունը կին է ժողովածուն, արդեն կհասկանան, որ մեր հյուրն այսօր Վեներա Վարդումյանն է, կարճ ասած բանաստեղծուհի, մեր Ճոճկան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Ես նույնպես շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում եմ, որ միշտ լինեք այսպիսի կանացի, սիրված եւ ձեր բանաստեղծությունների սովը մենք չեսկանք երբեք այս առաջիկա տարիների ընթացքում եւ խնդրում եմ ընդունեք մեր հեռուստաընկերության կողմից ձեզ համար մի փոքր անակնկալ։ Ես գիտեմ, որ դուք նաեւ այգի ունեք, պարտեզ ունեք եւ սիրում եք բնական ծաղիկները։ Շնորհակալություն։ Ինձ համար իսկապես հաճելի անակնկալ էր։ Ես ծաղիկներ շատ եմ սիրում և բնականաբար այն ինչ, որ իմ ձեռքերով աճեցրած ծաղիկների բույրը կուզենայի նաև ձեզ փոխանցել բանաստեղծությունների միջոցով։ Շնորհակալություն և դուք նաև եթե ցանկություն կունենաք, մեր ընկերներին կարող եք շնորհավորել հիմա այս տոնի կապակցությամբ։ Բոլորին եմ ուզում շնորհավորել, սկսած աղջնակներից, տատիկներից, քույրիկներից, բոլորին, ով իրեն կին է զգում, ով կին է զգալու, ով ապրում է կնոջ նման, մոր նման և աղջկա երազներով։ Շնորհավոր բոլորի տոնը։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար և հուսով եմ առաջիկա այս մոտ 40 րոպեների ընթացքում կփորձենք խոսել թե հայ կնոջ կերպարի մասին, թե ընդհանրապես կնոջ դերի, ընտանիքում, հասարակության մեջ և նաև մեր սերունդների դաստիարակության գործում։ Սակայն ի սկզբանե, քանի որ այսօր մարտի 8-ն է և այս տոնը նախապատմություն ունի, իսկ տոնը դարձել է միջազգային և կանանց օր, աշխատավոր կանանց շնորհիվ, ովքեր փորձել են պայքարել իրենց հավասարության և ընդդեմ իրենց նկատմամբ բռնության։ Վերջերս շատ ենք խոսում գենդերային հավասարության մասին, կնոջ և տղամարդու հավասարության մասին։ Ես կուզենայի ձեր կարծիքն իմանալ, թե արդյոք հայ կինը իսկապես այն կերպարն է, որը պետք է հավասար լինի տղամարդու հետ։ Ես ոչ մի անգամ այն կարծիքին չեմ եղել, որ հայ կինը պարտավոր է տղամարդուն հավասար պատվանդանին կանգնի։ Եվ հայ կինը միշտ էլ եղել է տիրուհի, տիրոջ կողքին և տիրուհու խոնարհությամբ։ Հայ կինը այն հրաշալի էությունն է, որ կարողանում է նույնիսկ ամուսնու բացակայության դեպքում այն պատրանքն ստեղծել, որ ամուսինը կա։ Եվ հոգու ամբողջ նվիրումով նա կարողացել է օջախ պահել, ընտանիք պահել։ Բոլոր դեպքերում այն մանուշակն է, որ միշտ տղամարդու կողքին բուրում է։ Ոչ մի անգամ հայ կինը չի նսեմացել, չի ստորացել։ Հայ կինը արևելքի կին չէ։ Մենք, չգիտեմ, մի ուրիշ էություն ենք։ Մեր տղաները, մեր տղամարդիկ կնամեծար են։ Եվ կնամեծար տղամարդը արժանի է եղել միշտ էլ հայոհու սիրուն։ Հայ կինը կարողացել է իր տղամարդուն բարձրացնել իրենից և ինքն էլ բարձրերում մնալով ապրել սիրո ծիածանի գույների մեջ։ Այսինքն ի վերջո հայ կինը պետք է մնա իր վերելքում, և չփորձի հավասարվել տղամարդում, չփորձի աշխատել այնպիսի աշխատանքներում, որը հատուկ է հենց տղամարդուն։ Ես բացարձակ դեմ եմ այն բանին, որ կինը չպետք է տղամարդուն հավասարվի, որովհետև կնոջ աստղանյութը լրիվ ուրիշ է։
նրա առաքելությունը այս երկրի վրա ավելի շատ մայրությունն է, ավելի շատ տղամարդուն նեցուկ լինելը, ավելի շատ նրա իր կողքին ուժեղ տեսնելը։ Տղամարդը ուժեղ է, կինը դիմացկուն։ Տղամարդը խելացի է, կինը ճկուն մտածողություն ունի։ Տղամարդը կարողանում է գտնել ամենակարևորագույն 100 հարցից ամենակարևորագույնը։ Իսկ կինը կարողանում է գտնել այդ բոլոր հարցերից հնարավոր միակը։ Եվ բնականաբար այս համադրությունը գեղեցիկ է ստացվում, երբ դիմացկունը մնում է ուժեղի կողքին։ Իսկ երկու ուժեր ես չեմ պատկերացնում։ Ընդհանրապես կնոջ սերն է, որ տղամարդուն ուժեղ է դարձնում։ Տղամարդուն կարող ենք շատ հեշտությամբ փշրել, երբ նրան հանենք մեր սրտից, եւ մենք նրան այնպիսի իրավիճակի մեջ դնենք, որ նա թևաթափ լինի։ Հակառակը տեղի չի ունենում, տղամարդը մեզ չի փշրում։ Սիրող տղամարդը, եթե ուզում է նույնիսկ կնոջը հանել սրտից, ինքն է փշրվում։ Ես այդ կարծիքին եմ, բայց հայ կինը տղամարդ բարձրացնող կին է։ Ես չեմ ուզենա, որ հայ կինը իր հայեցի բարքին օտար ելևէջներ ներարկի։ Ազգերի խառնարանում մենք չպետք է նման լինենք ուրիշ ազգերի կանանց։ Մենք պետք է պահպանենք մեր տեսակը։ Ի վերջո այս աշխարհում այս մոլորակում գնահատվում է միայն տեսակը։ Իսկ մենք դառնանք աշխարհաքաղաքացի, մենք կորցնենք մեր ազգային նկարագիրը որպես կին, բնականաբար չենք ընկալվի։ Կդառնանք սովորական մեկը երկիր մոլորակում։ Եվ այստեղից հանգում ենք նրան, որ թե կինը, միայնակ կինը անպաշտպան է եւ խոցելի ավելի շատ, եւ թե տղամարդը, եւ կինն ու տղամարդ միասին արդեն ամուր հայ ամուր ընտանիքի հիմքն են։ Առանձին խոցելի են։ Առանձին մենակ են։ Բայց երկուսով դառնում են մեկ։ Երբեմն լինում է, որ երկուսով մեկ են, բայց երկուսն էլ մենակ են։ Եթե այդ երկու կեսը չեն ձգտում իրար, եթե աստղանյութերը տարբեր չեն, նշանակում է այդտեղ չկա սերը։ Միայն սերն է, որ կարողանում է համադրել եւ դարձնել մի այնպիսի հրաշալի շաղախ, որ այդ շաղախը հետո դառնա ընտանիք, դառնա սեր, դառնա գեղեցկություն, դառնա օջախ, ջերմություն ունենա, որովհետեւ տղամարդը դրսի պատն է կամ տանիքը, իսկ կինը ներսի պատն է, ջերմությունը պահողը։ Եվ ես երիցս, նույնիսկ հազարապատիկ գոհ եմ, որ հայ եմ ծնվել, հայ օջախի դարձերակություն եմ ստացել, հրաշալի նախնիներ եմ ունեցել, հրաշալի տատեր, պապ, որոնց հավաքական էության կերպարն եմ ես կարծես, որովհետև նրանց օջախ կազմելու տատս գիտես ինչ էր ասում էր սերը մանուկ է, նորածին մանուկ է, անընդհատ պետք է խնամես, գուրգուրես, սիրո համար ոչ արձակուրդ կա, ոչ իրակի, եթե ուզում ես քո ընտանիքում սերը պահես, միայն պետք է գուրգուրանքով եւ միայն պետք է փայփայելով, ինչպես նորամանուկին են փայփայում։ Եվ տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ իմ իմաստուն տատը ինձ ճիշտ է խրատել, որ օջախ պահելը կարողանում հեշտ բան չի, դա ահռելի տիտանական աշխատանք է եւ այդ աշխատանքը պետք է անես սիրով։ Նույնիսկ չեմ ասի դիվանագիտությամբ, պիտի անես սիրով, մաքրությամբ, հոգու մաքրությամբ։ Եվ եթե դա այդպեսին չլինի արդեն ընտանիքը հեշտությամբ կփլվի եւ փլատակների տանք ընդամենը կմնան երեխաները։ Եվ կարծես թե հենց ձեր տեսակն էլ, հա, այս գրքում որ գրել եք, ես այն թրջունն եմ, որ բույն չի լքում ամենադժվար պահերին անգամ, սա հենց ասում է թե ձեր հայրենիքից եւ թե ձեր հայրենի ճոճկանից, ինչու՞ չէ նաեւ գիտեմ, որ արդեն տարիներ շարունակ ձեր ամուսնու հետ եք ապրում եւ քիչ առաջ եթերից առաջ ասացիք, որ դեռ դպրոցական նստարանից միասին եք, նույնիսկ ամառային արձակուրդներին միասին եք եղել։ Ընդհանրապես կնոջ կողքի տղամարդուց շատ բան է կախված։ Ինչպիսի տղամարդ է քո կողքին։ Ես Աստծուց շնորհակալ եմ, որ ինձ տվել է այնպիսի ընկեր, չի ասի,
կողակից, որովհետև երկուսը կինը ուրիշ աստղանյութ է, տղամարդը ուրիշ, ես միշտ դա, բայց այնպիսի մեկը, որ ինձ ճանաչում է մինչև վերջ եւ վստահում է, ոչ ես եմ նրան սիրո դասեր տվել, ոչ էլ նա ինձ խոնարհության դասեր տվել, եւ բայց կարողացել ենք պահպանել մեր տակ բույնը, կարողացել ենք մեկս մեկի վստահելով, ու այս սիրո ճանապարհ անցնել միայն վստահությամբ։ Դա հրաշալի բան է։ Ես միշտ էլ գնահատել եմ տղամարդու սիրո մեջ ժլատությունը, ոչ թե սիրելու ժլատությունը, այլ բարի, ինքնարտահայտման։ Նա կարող է կրանալ մի մանուշակի թուփ բերել, նվիրել ինձ։ Ես չեմ տեսել, որ ինքը, ասենք, դրամ տա եւ ծաղիկ կնի։ Անպայման գիտի, որ ինքը պիտի կրանա ու ծաղիկ ինձ համար քանի։ Դա ինձ համար ամենամեծ բանն է, ամենաթանկարժեք նվերն է։ Եվ հրաշալի է, որ կարողանում եք գոնե իրար ճանաչելով կես խոսքից իրար հասկանալ։ Այ եղել են դժվար պահեր, երբ այն հայ դիմացկուն կինը այլևս չի կարողացել պայքարել։ Հա ձեր կյանքում նման պահեր եղել են։ Այո, շատ են եղել։ Եվ ի՞նչն է ձեզ ուշ տվել, ի՞նչն է ձեզ դրդել։ Ընդհանրապես յուրաքանչյուր ընտանիքի, ինչպես պետության կյանքում, այնպես էլ յուրաքանչյուր ընտանիքի համար միշտ էլ լինում են վերելքներ, վայրեջքներ։ Եվ այստեղ պետք է լինեն երկուսն էլ խոհեմ։ Եվ այդ խոհեմությունը միայն չպետք է բխի կնոջից, այլ նաև տղամարդուց։ Եվ բնականաբար այնինչ ընտանիքը պահելու մղումը միայն պահպանել է սերը։ Եթե սերը չկա այդ ընտանիքում, ինչի էլ դիմես, ինչ հնարների էլ դիմես, ինչ հնարավորություն էլ ունենաս, ֆինանսական, չգիտեմ ինչ, եւ ներելու կարողությունը, ներելու։ Աստված մեզ շատ բան է տալիս, բայց դեռևս մարդը չի կարողանում ներել մարդուն։ Պիտի Աստված մեզ ամեն ինչի համար է ներում, մենք էլ պետք է ներենք մեր կողքինին։ Բնականաբար ես էլ շատ հարցերում սխալ եմ եղել, ինքն էլ շատ հարցերում սխալ է եղել, բայց ներելու հնարավորությունը, ներելու կարողությունը օգնել է, որ ամուր մնա մեր ընտանիքը։ Եվ հիմա կարծես թե հենց բաժանությունների, հա, նույնիսկ երիտասարդ ընտանիքների բաժանությունների պատճառը այլ ներելու կարողության բացակայությունն է։ Ես միշտ ասում եմ, դա գնացքի ուղևոր չէ, որ ասես հենց հիմա թրջում եմ։ Այստեղից այլևս անհրաժեշտ չի, որ այստեղ մնամ։ Դա երկար ճանապարհ է։ Դա լերը բարձրանալու նման է։ Պիտի թոքեր ունենաս, շունչ ունենաս, հնարավորություն ունենաս, համառություն ունենաս, նաև բարձրանալու խելք ունենաս։ Այդ դեպքում արդեն ինձ թվում է մի բան կստացվի։ Ես ձեր այս ժողովածուի մեջ շնորհակալ եմ բանաստեղծության մի քանի տող եմ ցանկանում կարդալ, այդ դուք գրել եք շնորհակալ եմ ինձ հենց այսպիսին հունցելու համար, իմ ծնունդը կին, քեզ տառապյալիդ փրկելու համար, սիրո մահիճում մեղսազերծ մնալը շատ է անհնար, շնորհակալ եմ իմ այրանցավի մայրության համար։ Այ կարծես թե մի ամբողջ փիլիսոփայություն կա, հա, կինը եւ տառապյալ է, կինը եւ ինչպես դուք ասացիք, մայր է, ի ծնե ստեղծված է նրա համար, որ մայր լինի եւ սերունդներ տա, եւ ինչու՞ չէ նաեւ սերը, նաեւ սիրո մեջ մեղսազերծ մնալն էլ է, չէ՞, բավականին դժվար։ Միայն կինը կնոջը կհասկանա, չէ՞, այս բանաստեղծությունը գրելուց հետո։ Ես գիտեմ, որ կին մնալը շատ դժվար է։ Նույնիսկ կյանքի շատ պայմաններում հնարավոր չէ, որ չկոշտանաս։ Հնարավոր չէ, որ չկորցնես կանացիությունը։ Պարզապես բնության տրվածը, նաև ներքին լույսը այդ հնարավորությունը տալիս է, որ դու չկորցնես։ Եվ դու գիտես քո առաքելությունը որն է, այդ առաքելությունն է, որ դառնում է քո հիմնական օրվա խնդիրը։ Ես հաճախ է այնպես է պատահել, որ մտածել եմ վերջ, չեմ գրի, վերջ արդեն դատարկվել եմ, չեմ գրի, չեմ լծվելու, բայց
Իմ ներսում 1000 կին կա։ Այդ կանանցից մեկը որևէ կերպ արթնացել է եւ ինձ հուշել դու պետք է գրես։ Երբեմն եղել է որ մի կինը մի կնոջ սպանել է։ Եվ ես ափսոսացել եմ։ Ասում եմ, այսքան գույներ կան, ոնց կլինի, այն մի գույնը, այն մի գույնին սպանի, բայց կյանքն է այդպես անում, որ այն մի գույնը, այն մյուս գույնին չի սպանում, բայց գոնե խամրել է տալիս որոշ էությամբ։ Իսկ ով է ձեզ օգնում ստեղծագործել, հա, դուք ձեր ամուսինն է, այն բնաշխարհը, այն գյուղը, որտեղ ապրում եք, թե այն մասնագիտությունը, որ ունեք եւ աշխատանքը, աշակերտների հետ աշխատանքն էլ ինքնին, եւ դժվար եւ նաեւ շատ հաճելի գործ է։ Շատ։ Ես ոչ մի անգամ չեմ երկատվել, բանաստեղծուհի չեմ ձևացել։ Ես ավելի շատ ապրել եմ որպես ուսուցչուհի։ Ընդհանրապես ասում են ուսուցչու հագուստներ ուսուցիչ է, ուսուցչի հագուստներ ուսուցիչ է։ Եվ աշակերտի սիրտ տանող ճանապարհը միշտ էլ անցնում է սիրով։ Եթե դու երեխային չսիրես, բնականաբար երեխան քեզ սիրով չի վերադարձնի։ Եվ նաև երբեմն շատերը սևագիր են անում երեխայի հոգու վրա։ Չպետք է անել սևագիր երեխայի հոգու վրա։ Երեխան այն հրեշտակն է, որ մեզ ավելի շատ սովորեցնելու բան ունի, քան մենք իրեն, եթե մենք իհարկե չաղավաղենք նրա մաքուր գոյությունը։ Իմ ամենամեծ առավելությունը երևի նա է եղել, որ ես սիրել եմ երեխաներին ինչպես իմ տղային։ Ոչ մի անգամ չեմ մտածել սա ուրիշի երեխա է, եւ երեխայի հետ վարվել եմ այնպես, կարծես նա ինձնից մի քանի աստիճան բարձր է, որովհետեւ ես նրանից միշտ էլ կարողացել եմ մաքրություն սովորել։ Կարճ ասած երեխաների աշխարհը եղել է օազիսը, այն ինքնամաքրման ծովը, որ ինձ միշտ անհրաժեշտ է եղել եւ յուրաքանչյուր մարդու է անհրաժեշտ։ Աստծո շնորհակալ եմ շատ, որ ինձ տվել է այդ հնարավորությունը ուսուցիչ ապրելու։ Ի վերջո բանաստեղծներն են ազգերի ուսուցիչներն են, մեծագույն։ Եվ ես չգիտեմ այդպիսի բանաստեղծ, որ ուսուցիչ չի աշխատել, որովհետեւ գիտեք, ասենք, հաշիվների հետ գործ ունենալը, հաստոցի հետ գործ ունենալը, բահի, դա ուրիշ աշխարհ է, իսկ հոգի կերտելու աշխարհը ուրիշ է։ Եվ ամենքը իրավունք ունեն սխալվելու, բացի ուսուցչից, որովհետև խոտանը հասարակության մեջ, եթե կա, ես միշտ էլ դատապարտում եմ եւ մեղավոր եմ ճանաչում ուսուցչին։ Ուրեմն ինչ որտեղ թերացել եք։ Երբեմն եթե իմ աշակերտներից մեկը, որ այսօր կարող է թորնիկ ունի, եւ ինձ հետ շփվում է որոշ հարցում, ինքը կարող է այն չլինել, ես ասում եմ դու մեղավոր չես, ես եմ մեղավոր։ Ես երևի չեմ հասցրել քեզ սովորեցնեմ դա։ Հիմա եմ ասում քեզ, որ այդպես չապրես, այդպես չանես։ Ուսուցիչները նաև ոչ միայն կրթող են, հա, դասերը սերտող, հա, գրականություն, լեզու սերմանող, այլ նաև մարդկանց, երեխաներին հասարակության համար են պատրաստում, ապագա կյանքի համար։ Եվ հիմա շատ ուսուցիչներ, ես շատ եմ լսել, որ ասում են, այ հիմա սերունդը լավը չէ, սերունդը հետաքրքրված չէ կրթությամբ եւ այսինչ սերունդ է մեծանում, այս բառերը շատ են, չէ՞ հիմա։ Չէ, այդպեսի բան չի ասի, հրաշալի սերունդ ունենք։ Հրաշալի երեխաներ են։ Մաքուր թուղթ է, գրիր այն ինչ լավն է, բարի է, այն ինչ հրաշալի է, և կվերադարձնեն քեզ, և այդպիսին կմնան, այդպիսին կդառնան, ամեն ինչի համար ես մեղավոր եմ ճանաչում և ծնողին և երեխային։ Ի վերջո դաստիարակություն երեխան ստանում է տանը, բայց ուսուցիչը սրբագրում է սխալները։ Մենք ընդհանրապես գիտելիք ենք տալիս դպրոցում։ Այն ինչ, որ ստանում է երեխան եւ գենետիկորեն ընտանիքի արդյունքն է։ Դաստիարակությունը ընտանիքում պետք է լինի բարձր մակարդակի։ Ես կուզենայի հիշել մի հրաշալի խոսք, որ Ռաֆին է ասում. «Տվեք մեզ լավ մայրեր, մենք ձեզ կտանք լավ որդիներ»։ Սա բոլոր ժամանակների քննություն բռնած հրաշալի թևավոր խոսք է։ Իսկապես, եթե հրաշալի մայրեր ենք ունենում, ունենում ենք նաև հրաշալի որդիներ, ի վերջո յուրաքանչյուրը հարուստ է իր երեխաներով, իր զավակներով, եւ հասարակությունը տվյալ ընտանիքը գնահատում է իր երեխաների որակով, տվյալ ընտանիքը, ոչ հարստությամբ, ոչ ունեցվածքով, ոչ բարձր մակնիշի, չգիտեմ ինչ մեքենաներով, ոչ էլ փայտե կահույքով,
թե հասարակությանը ինչ երեխաներ է տվել։ Դա է կարևորը, դա է հարստությունը։ Եվ մայր դառնալու համար էլ պետք է ճանապարհ անցնել, կարծում եք, որպեսզի պատրաստ լինես մայրանալու եւ նաեւ սերունդը դաստիարակելու։ Մայրանալու ճանապարհին կին անցնում է խավարանով։ Ես միշտ այդպես եմ ասում, եւ այն ինչ կինը չի կարողանում անել, մայրն է անում։ Ես գիտեմ, որ մայրը մոր սիրտը միշտ բաց է եկեղեցու նման։ Այնտեղ բոլորը տեղ ունեն, այնտեղ բոլորը կարող են իրենց մոմը վառել։ Ի վերջո, այս հայրենիքը մայրն է պահում։ Տեսեք, ինչքան հաղթանակներ ունեցանք Արցախյան պատերազմի ազատագրական պայքարի ընթացքում։ Հաղթանակները բոլորինս են, բայց կորուստը մորն է։ Կորուստը մորն է եւ ամեն հաղթանակի մեջ էլ այդպես է լինում, ցավոք, որ կորուստը մորն է։ Եվ Աստված էլ այդ ցավը տալիս է մորը, որովհետեւ նաեւ երկնելու ցավն է տվել։ Իր կողքին նստելու համար, ատիվն ունենալու համար նրան ցավ է տվել։ Մեր նյութը ուրիշ է։ Ես միշտ մտածում եմ, մենք ուրիշ մոլորակից ենք եկել, այստեղ ադամին հանդիպել, որովհետեւ նրանք շուտ փշրվող են, մենք չէ։ Եթե մենք չլինենք, նրանք շուտ կփշրվեն։ Մենք եկել ենք նրանց օգնելու, որ չփշրվեն։ Մենակ չմնան։ Դուք այսպեսին խոսք ունեք, չէ՞, ասում եք որդու բարձրանալը հոր հպարտությունն է, սակայն ցավը մորն է։ Տագնապը մորն է։ Շատ ճիշտ խոսք է եւ իսկ այո, ես զգացել եմ ին վրա, ինչքան որ իմ որդին բարձրանա, գուցե հայրը հպարտանա, բայց ես միշտ տագնապում եմ, ինչ որ բան այն չի կարող լինել, ինչ որ բան կարող է խանգարել նրան եւ ընդհանուր ոչ միայնից ընդհանրական, ես ինչ էլ գրել եմ ընդհանրական, մոր ընդհանրական կերպարի համար դպրոցում սկզբից որ աշխատում էի, երբեմն լինում էր, որ երեխաներին որոշակիորեն պատժում էի, բայց հենց ես մայր դարձա, այլևս ոչ մի երեխայի կողքով, այսինքն չեմ ուզեցել, որ մտածել եմ, դա մի ուրիշ զգացում է, դա պիտի ապրես, կողերդ պիտի փշրվեն այդ ցավից, երկնքի ցավից, դու պիտի զգաս այդ ինչ թանկ Աստված է աշխարհ բերում, չէ՞, ասում են կինը սափոր էր, սափորը ներսում, Աստված կամեցավ, որ ապրի դրսում։ Այդ ինչպես է ստացվում այդ դեպքում, երբ շատ մայրեր իրենց երեխաներին, այդ տեսեք դուք աշակերտներին, երբ երեխայք ունեցեն, նույնիսկ չեք փորձել ինչ որ ձևով պատժել, հա, ոչ ֆիզիկական պատժի մասին է խոսքը, բայց մայրեր կան, որ ապտակում են, հա, մի քիչ դաժան է ասել, բայց նև ծեծում են իրենց երեխաներին, այդ ցավը նրանք չեն ապրել։ Այդ ցավը նրանք ապրել են, ես դա էլի թեթև ցավ եմ համարում այն բանի դիմաց, երբ մայրը ծննդաբերում է եւ երեխային աղբարկն է դու։ Դա ես չեմ պատկերացնում, չգիտեմ, իմ ուղեղի մեջ չի տեղավորվում։ Երբեմն ասում եմ, այս թրջված հավը, որ թուս է դառնում, էլի չի թողնում իր ճուտի կողքով անցնել։ Բա ասում եմ, այս մայրը ոնց հնարավոր է երեխային թողնի։ Սա մեր ազգին հարիր երևույթ չէ, բայց ցավոք կան այդպիսի դեպքեր եւ սա Եվ ո՞րն եք համարում, ո՞րն է պատճառը։ Ինչու է հիմա վերջերս թե ԶԼՄ-ներն են այս նման դեպքերի մասին շատ գրում, հա, կամ Իսկ թվում է միշտ եղել է։ Միշտ եղել է։ Միշտ եղել է։ Եղել է, որ թողել են։ Թողել են, մանկատանն են թողել։ Բայց այն անմարդկային բանը, որ երբեմն դու տեսնում ես, որ արվում է կանանց կողմից, դա ես չգիտեմ։ Իմ ուղեղը մեջ չի տեղավորում, ասեմ։ Դա ավելի լավ է չլսեմ։ Դրանից հետո ես գիշերը չեմ քնում։ Տիկին Վարդույան, խոսեցինք ուսուցչի մասին, հա, իսկ ձեր կյանքում կա մեկը, որին դուք ուսուցիչ եք համարում, որը թե ձեր որպես ուսուցիչ կյանքում կարևոր դեր է խաղացել եւ որպես բանաստեղծուհի նաեւ։ Ինձ համար մեծագույն ուսուցիչ եղել է Չարենցը։ Դա որպես իմ գրական ուսուցիչ, որ դպրոցական տարիներին մենք Չարենցից միայն Լենինյան թեման ենք անցել։ Հետո ինքնուրույն Չարենց ուսումնասիրեցի եւ զգացի, որ դա արդեն իմ աշխարհն է։ Եվ եթե ես սերել եմ այդտեղից։ Ու նրա խոսքը, նրա յուրաքանչյուր տողը ինձ համար աղոթք է։ Մենք արդեն հարցեր ունենք, հեռուստադիտողները հարցնում են
Լաուրա Շահնազարյանը ձեզ շատ սիրում է եւ հարցնում ձեր գրքերից ես որտեղից կարող եմ ձեռք բերել։ Երևան, Նոյան, Տապան գրախանութից կարող եք ձեռք բերել իմ անունը կին է։ Երկրորդ գիրքը դեռ հրատարակչությունում է, ցավոք, դեռ չի տպագրվել, լրիվ պատրաստ, բայց չի տպագրվել։ Եվ ինչ կլինի երկրորդ գրքի վերնագիրը։ Հոգեշերտեր, սա Իմիջայլոց շատ սիրելի ժողովածու է ինձ համար, որովհետև առաջինը ես չեմ կազմել եւ նաեւ այդ փորձը չունեի, իսկ այստեղ ես սիրով եմ կազմել եւ իմ հոգեշերտերը գրեթե կեսից ավելին, ես չեմ ասում, ես չգիտեմ նույնիսկ դեռ շատ չեմ իջել, վախենում եմ այնտեղ ուրիշ մեկին տեսնեմ, այդ դա էլ եմ վախենում։ Բայց ինչքան որ ինձ պեղել եմ, ես դեռ ինձ չպեղած եմ ապրում։ Ինչքան որ պեղել եմ, փառք Աստծո, այդ հոգեշերտերում կան։ Իդեպ կուզենայի խոսենք նաև այս առաջին եւ միակ գրքի, հա, պատմությունից, թե ինչպես ստացվեց, որ այս գիրքը հրապարակվեց, ես գիտեմ, որ շատ հետաքրքիր պատմություն է եւ այսօրվան ձեզ նվեր են արել, հա։ Հա, հենց մարտի 8-ին։ Մի փոքր Հրաչիկը Պապինյանի մասին Հայլուրով դիմանկար արեց եւ Հայլուրի Լեռնիկը Դալակյան մտածել է եւ շատ հրաշալի նախաձեռնություն է արել եւ շատ շնորհակալ եմ իրեն, նաեւ համագործակցել է Արմեն Մարտիրոսյանի հետ Անտարես հոլդինգի, իրենք սա այն դեպքն է, որ բանաստեղծությունը ինքն իր համար ճանապարհ է բացել, վերցրեցին, տպագրեցին եւ հենց մարտի 8-ի օրը բերեցին ինձ նվեր արեցին եւ ծանոթացան ինձ հետ։ Նույնիսկ չէին ճանաչում։ Չէին ճանաչում եւ զարմանալին գիտեք ինչն է, որ ես երբ բանաստեղծությունը գրում եմ, երբևիցե չեմ մտածում տպագրվելու մասին, որովհետեւ նաեւ առաջին ընթերցողներս լինում են աշակերտները, այ ոնց որ ինչպես կարող եմ ասել, երբ թոների հացը հանում ես, տակ-տակ, ու սովածի առաջ ես դնում, միանգամից ուտում պրծնում է։ Ես էլ այդպես աշակերտներիս մոտ բանաստեղծությունը կարդում եմ ու մտածում եմ տպագրվեց։ Վերջ, երեխաները նրանց հոգին, հայացքը այն շեղբն է, այն հեսանը, որ ես զգում եմ բանաստեղծության սրությունը, այն աչքերի արտահայտությունից զգում եմ, ահա, այս բանաստեղծությունը կապրի, դնեմ մի կողմ։ Իսկ նրանք նաև քննադատներ են, հա, ձեզ համար։ Ոչ միայն քննադատ են, այլ նաև այն խմորն են, որոնք նաև իմ բանաստեղծությունների միջոցով լուսավոր ճանապարհ են բռնում կամ ճանաչում են նաև դասականներին։ Երբեմն իրենք այնպիսի հարցեր են տալիս, որ զարմանում եմ, ես երբևիցե չէի մտածի, որ ինձ կտրվեր այդ հարցերը, բանաստեղծության նախապատմությունները, զգացումները, օրվա ժամին, որ ժամին կարող ես ավելի շատ գրել, բայց լինում է նաև, որ իրենց հետ, մեկ էլ տեսնում եմ, շարադրություն են գրում, ասում եմ, մի րոպե ետ նստեք, այ երեխաները ոնց որ դեսերտ, աղանդեր, ոնց կարող են չեն սպասել, ասում են, նոր բան է, ետ են նստում, դրանից լավ հաճելի բան չկա։ Կրկին հեռուստադիտողի հարցը։ Դուք ձեզ առաջին հերթին ուսուցչուհի եք համարում բանաստեղծուհի մայր, թե պարզապես կին։ Ի վերջո, որ կինն է հաղթում ձեր մեջ։ Շատ հրաշալի հարց է, հրաշալի հարց է։ Ես չեմ երկատվել, ես ինձ բանաստեղծուհի չեմ համարել, թեև ես հրաշալի ընթերցող եմ, գիտեմ ինչ եմ ստեղծել։ Ես որպես ավելի շատ մայր եմ եւ կին, ավելի շատ խոնար կին եւ մայր։ Իմ առաքելությունը այս երկրի վրա դա է եղել։ Իսկ ոնց կլինի ծաղիկը բուրի եւ չէ, աճի եւ բուրմունք չունենա։ Բուրմունքը բանաստեղծությունն է։ Ես նրանց ներկայությամբ ծաղիկ եմ, բուրմունքը տալիս եմ ձեզ։ Թեև նրանք են օգտվում այդ բուրմունքից։ Իդեպ նաև ձեր այգին, հա, Պարտեզը, Ծաղկանոցը, ձեզ մուսա են տալիս, ներշնչում են։
Ես ավելի շատ մեր տունը անտառափեշին է, եւ մինչեւ դպրոց հասնել ճանապարհը 1.5 կիլոմետր։ Ոտքով գնում եմ մասրենիների, պտղատու ծառերի, մանուշակների, ծնծաղիկների միջով։ Ես ուժը ստանում եմ դրանից։ Եթե ես բնության մեջ լինեի, իմ պատկերները ավելի շատ բնության պես են, նախնական, պարզ եւ ամեն արտահայտություն, ամեն բան ճանապարհի իմ հայացքն է, թե ինչի է հանդիպել։ Ես նաեւ սիրում եմ ապրել գյուղում ինչու։ Ես մեծ քաղաքում ապրելու հնարավորություն ունեցել եմ, ապրել եմ, բայց անհաղորդ եմ եղել մարդկանց օտար դեմքերին չբարևելու։ Ես սիրում եմ, որ քայլեմ, ինձ հանդիպեն, բարևեն ջերմության, ես բարևեմ, հարցնեմ, չգիտեմ, ուժը ստանում եմ գյուղից, ուժը ստանում եմ մարդկանց ջերմությունից, սիրուց, նաև ես ինչ տալիս եմ իրենց։ Եթե ես չտամ, ինձ թվում է ավելի ճիշտ է, որ դու տալիս ես։ Երբեմն ինձ հարցնում են, դու ինչ էներգիա ես ստանում, որտեղից։ Ես ասում եմ, որ ստանում եմ իմ շատ հարազատ մարդկանցից եւ բնությունից։ Բնությունը ամենամեծ ուսուցիչն է։ Աստծո ամեն օր արթնանում եմ բնության մեջ եւ ավելի շուտ է բնության մեջ արթնանալով մարդը Աստծուն հիշում։ Բնության մեջ։ Երբեմն մի թռչնակի ծլբլոց, մի բույսի Երևան գալը ցենտ հողի վրա, մի ծաղկի թրթռոց, այս վերջերս են նշենու մասին բանաստեղծություն էի գրել, մենք էլ հայացքից բարձրացի նշենին ծաղկել է, ձյունը վրա, ասում եմ, այ խեղճուկրակ, ինչի ես ծաղկել, մի փոքր արև տեսա, ծաղկեցիր, խաբված աղջիկ, արի գնանք տուն, մեկ պատահարի մեջ է, աղջիկներս այդ մի փոքրիկ ջերմություն են տեսնում ու մտածում են դա է, ասում եմ, այ սիրուն ջան, ես ինչ ես արել, ես ընդհանրապես ծառերի հետ խոսում եմ, ծաղկած ծառերի։ Եվ այ հիմա բնությունն իսկապես շատ հզոր ուժ է, հա? Շատ։ Սակայն հիմա մարդիկ միգուցե ճոճ կանում ձեր շրջապատում աշակերտները եւ մարդիկ բնակիչները այդքան էլ դաժան չեն, բայց հաճախ ենք չէ հանդիպում բնության նկատմամբ դաժանություն, ծառահատումներ, էկոլոգիական շատ խնդիրներ եւ այլն։ Այ ինչ պետք է անենք։ Ի վերջո սա բերելու է նրան, որ մարդիկ դառնալու են ավելի դաժան, ագրեսիվ, սերն են պակասելու նրանց մեջ։ Այս անտառի հատելը երբեմն, չգիտեմ, ավելի մեծ ցավ է ինձ պատճառում, որ Աստծո ստեղծած անտառը մարդը չի կարողանում պահել։ Անտառը մարդ է պահում։ Իսկ մարդը չի կարողանում անտառ պահել։ Դու պատկերացնում ես մի քանի ծառ հատես, մի աղբյուր կորչում է, մի արվակ կորչում է, մի կենթանի գնում է։ Եվ այսպես այսօր պիտի հասնենք։ Իմ տան ետևին մի սոսի ծառ է աճել, ինքն իրեն։ Ես տեսնում եմ, որ սա անտառափեշ է եղել։ Այս ինչքան ենք հատել, որ ինքը իր բնազդով նորից ուզում է վերականգնել իրեն։ Ուրեմն այդ ծառը ցեզ նայում եմ կխանգարի էր պատին, բայց ասում եմ Աստվածին, որ որոշել է Աստված այս ծառը թող աճի, այստեղ աճի թող։ Հրաշալի բան է։ Եվ իմիջայլոց անտառը երբեմն նաև հասարակությունը չի կարողանում որ պահի, երեխա պահի, բայց անտառը պահում է մարդուն։ Ես շատ ընտանիքներ գիտեմ, որ սպասում են երբ պիտի որ անտառի բարիկները լինեն, որ կարողանան իրենց երեխայի համար շոր առնեն, կոշիկ առնեն։ Սա ցավ է, սա ահավոր ցավ է, բայց անտառը կարողանում է պահել։ Գոնե մարդիկ թողնեն, որ այդ անտառը պահի նրանց, ովքեր չեն կարողանում ապրել։ Ախր հատողներն էլ ունևորներն են։ Սրանում է ցավը, իսկապես։ Հեռուստադիտողի հաջորդ հարցը, ձեր կարծիքով ինչպիսին է այսօրվա հայ կնոջ կերպարը եւ արդյոք այն չի աղավաղվի, եթե հայ կինն ամուսնանա այլ կրոնին պատկանող տղամարդու հետ։ Արդյոք կարողանա հավատարիմ մնալ հայ կնոջ կերպարին։ Ես գիտեմ շատ դեպքեր, երբ հայ կինը ամուսնացել է, ասենք, ոչ թե այլ կրոնի, քրիստոնյա, բայց այլազգիների հետ, բայց նրանց երեխաները հայերեն են սովորել։ Իմիջայլոց կարևորը գիտեք որն է, որ հայ տղամարդը չամուսնանա այլազգի հետ։
որովհետև մայրը շատ վճռորոշ դեր ունի երեխայի դաստիարակության հարցում։ Բայց այլ կրոնի չի մտածի, որովհետև մենք այնքան փոքր ածու ենք, որ մեզ պետք չի, որպեսզի հայ օջախը երկաթվի։ Պիտի լինի այնպես, որ հայ կինը միմիայն գոնե, միմիայն հայի հետ կարողանա իր բախտը կապել։ Ի վերջո, ինչպես դուք ասացիք, հա, կինն է դաստիարակողը, հա, իսկ այդ դեպքում երեխայի դաստիարակության գործում եւ սերունդների գործը, հա, ապագա սերունդների գործում ինչ դեր ունի տղամարդը ձեր կարծիքով։ Բացի այն, որ ընտանիքի սոցիալական որոշակի խնդիրների հարցեր է լուծում։ Մի տղամարդը ավելին է, քան 100 ուսուցիչ։ Տղայի համար դու զգացել ես տղաները ոնց են սիրում հորը հպարտությամբ, իսկ մորը քնքշանքով։ Ես միշտ մտածել եմ, որ լերը, սարը ամուսինն է, այդ հպարտությունը, այն քնքշանքը, այդ լերան փեշի ծաղիկն է, կինն է։ Ու ես մտածում եմ, որ այն ընտանիքում, որ տղան հայր չի տեսնում, եթե դա ասենք չի զոհվել կամ որևէ, բայց մենակ կին է, տղամարդ է մեծացնում, շատ դժվար է։ Տղամարդու դերը, տղամարդը նույնիսկ եթե ոչինչ չանի, տանը լինի, այդ տանիքը լինի ընտանիքի, դարձյալ նրա արածը ավելին է, քան եթե ինը կարող է ամեն ինչ անել։ Կնոջ տղամարդու դաստիարակությունը, օրինակ դպրոցներում տեսնում եք ինչքան են քչացել տղամարդ ուսուցիչները։ Եվ դա կարծում եք լավ է անդրադառնում հասարակությանը, ոչ։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչն անգամ կին է։ Փառք Աստծո, որ ռազմագիտության ուսուցիչները տղամարդ են։ Դեռևս։ Բայց ես իմ դպրոցական տարիներին մեծ մասամբ տղամարդիկ եւ զգում եմ տղաները ավելի շատ միտված են եղել անելու այն, ինչ հիմա չեն անում դասերին անգամ, որովհետեւ տղամարդու երևակայությունը այդ հարցում ավելի մեծ է, քան կնոջը, որովհետեւ կինը ուրիշ է, նույնիսկ դասապրոցեսի ընթացքում, եւ հետո նրանց ներկայությունը, եթե նույնիսկ ուսուցչանոցից մի հատ տղամարդ ուսուցիչ է դուրս գալի, տղաները արդեն ձգվում են, տղամարդու են տեսնում։ Սա նաև մեր ազգային նկարագրին հարիր բան չէ, եթե մղվում է տղամարդը դուրս։ Սա ինձ շատ մեծ ցավ է պատճառում, որ շատ ոլորտներից տղամարդը դուրս է մղվում։ Ես օրինակ չէի ուզենա, որ կինը քաղաքականությամբ զբաղվեր։ Օրինակ ես վերջերը հեռուստատեսության, այսինքն շատ եմ այդ կնոջ տեսել, քաղաքականությամբ զբաղվող կին է, հայացքի մեջ այնպիսի ագրեսիվություն կա, այնպիսի նախահարցակ փայլ կա, որ մի անգամ ժպտալից չտեսա այդ կնոջը, ավելի շատ զգված տղամարդու նման, ի վերջո Աստված ստեղծել է որպես կին, Աստված իմ թողեք տղամարդիկ ինչ ուզում են անենք, հետո մենք ինչ էլ անենք, չէ, այս մոլորակներն է տղաների ձեռքին տղամարդկանց, երկիրներ է տղամարդկանց ձեռքին, ի վերջո մենք ինչ էլ ասենք, անում են այն ինչ իրենք են ուզում, թողեք Աստվածին, երեխա մեծացրեք։ Մեր հեռուստադիտողների հարցերն ավելանում են, հա, հաջորդ հարցը ձեր բանաստեղծություններից պարզ է դառնում, որ կինն առեղծված է ու մի կնոջ մեջ հազարավոր կանայք են ապրում, ի վերջո ով է հաղթում, որ կինը։ Սիրող կինը, սիրող կինը, եւ նաեւ առեղծված մնացող կինը, որովհետեւ կնոջը չպետք է գրքի պես կարդալ։ Երբ ամեն ինչ բոլոր էջերը թերթվում են եւ ամեն ինչ գիտեն, դու այլևս իրավունք ես նրա մոտ մնալու, որովհետեւ ես այս վերջերս մի միտք գրեցի, ահագին մեր բանաստեղծուհիները այդպես մի քիչ դժվարացան, նույնիսկ ասին դաժան ես ասում, բայց ասացի Եվան Լիլիթին տեսավ միայն Ադամի աչքերում, երբ այնտեղ իրեն անհույս որոնում էր։ Ասացին դաժան է, բայց չէ, իրողություն է դա, պիտի լինես նաև Լիլիթ։ Այն կրակը, որ պիտի մնա տղամարդու աչքերում։ Ուրիշ կերպ չի լինում։ Այս սիրո մասին երբ խոսում եք, մեր մեծերը, տատիկները շատ են, չէ, ասում, ամուսնության, երբ նոր երիտասարդ ընտանիք է ձևավորվում, ասում են, թե սերն ընթացքում էլ կծնվի։
Ինչ ամուսնություն չեմ պատկերացնում։ Չեք պատկերացնում։ Ընթացքում չի ծնվում։ Իսկ թվում է ընթացքում չի ծնվում։ Պիտի սիրելով ամուսնանան, որովհետև ինչպիսին է լինի տղամարդը, եթե սիրում ես, դու նա քեզ համար արդեն ամենան է։ Ես միշտ այդպես եմ մտածում, որ քեզ համար ամենան քո կեսն է։ Մնացածը քո ճանապարհին լավ կամ վատ զրուցակիցներ են։ Ում էլ հանդիպում ես։ Իսկ Երեխան սիրո պտուղ է եւ բնականաբար երեխան կնոջ համար, մոր համար ամենակարևոր իր միսուարյունն է, իր էությունն է։ Ես երբեմն այսպես եմ մտածում, ասում եմ, եթե իմ մեջ արթուն է մայրը, ուրեմն կինը քնած է։ Բայց մայրը ոչ մի անգամ չի քնում։ Իմ մեջ մայրը չի քնում։ Չգիտեմ, գուցե մի քիչ վերամբարձն չի, գուցե, բայց ընդհանրապես եթե կինը մայրանում է եւ գիտի մայր մնալու, մթնում բացվելու խորհուրդը ծաղկի է, այդպես չի կարող նա մոռանալ։ Հաջորդ հարցը հեռուստադիտողն է կրկին տվել, դուք ձեր մտքերով վեհացրիք մեր հոգիները, շնորհակալություն, որ առիթ ունեցանք լսելու ձեզ եւ շնորհավորում ենք ձեր տոնը։ Շնորհակալություն բոլորին եւ հաճելի է լսել այսպիսի խոսքեր։ Հաջորդ հարցը ձեր ամենամեծ քննադատն ով է, ում եք տալիս, որ առաջինը կարդա ձեր ստեղծագործությունները։ Առաջ երբ դեռ մայրիկիս հետ էի ապրում, նրա մոտ կարդում էի եւ զգում էի, որ ինքը նույնիսկ ասում էր, թեև բանասիրական կրթություն չունի, բայց ներքին մի հնարավորություն ունի այդ կինը, որ կարողանում է գեղեցիկը նաեւ ընկալել, նաեւ իմաստունը։ Երբեմն ինձ համար ես հիշում եմ, երբ փոքր էի, Խայամից բանաստեղծություններ էր ինքը կարդում եւ չգիտեի նույնիսկ Խայամն ով է։ Երբ իր համար շատ դժվար էր, շատ դժվար պահ էր, մեկ էլ տեսնում էի ինքը իրեն Խայամից այդ բանաստեղծություն ասա։ Ասում եմ, «Էս ինչ ես ասում»։ Ասում եմ, «Ես ինձ օգնում եմ ապրելու»։ Խայամը իրեն ու երևի նրանից շատ բան կա իմ մեջ, առաջինը իրեն էի ասում։ Եթե միտեղ նա Խայամով ասում էր, որ պիտի ապրի, օգնում էր ինքն իրեն, եւ տեսնում էր կողքինները չեն օգնում, նշանակում է արժեր, որ մորս մոտ կարդայի այդ։ Հետո եղան ընթացքում, որ շատերը եղան, մտերիմներ, բոլոր դեպքերում ամուսնուս մոտ չեմ կարդում։ Նա ինքն է կարդում, զգում եմ, հետո վերցնում կարդում է։ Ինչու՞ չեք կարդում։ Կարդում եմ այն ժամանակ, երբեմն կարդում եմ, բայց երևի դրա ժամանակներ չեմ ունենում տանը, թե չէ ինքը հրաշալի հասկանում է։ ավելի սուր քննադատ է, հա։ Հա, ինքը մեկ էլ տեսնում ես գտավ այնպիսի բան, ասեց, այսինչ բանաստեղծի մոտ ես այդպես նկատել եմ։ Այս մի բանը դու այսպես արեցիր, սա երևի եկավ այս մի բանաստեղծից։ Ոչ թե ես վախենում եմ, որ նրա մոտ կարդամ, այլ զգում եմ անընդհատ այդ քննադատությունը կա։ Մեր եթերը ցավոք ավարտվում է, բայց ես կուզենայի խոսենք երջանկության մասին, հա, ես իդեպ ասենք նաև հեռուստադիտողներն իմանան, որ դուք բավականին ակտիվ գրում եք սոցիալական ցանցերում, հատկապես Facebook սոցիալական ցանցում, եւ ես ինքս ինձ համար ձեզ բացահայտել եմ հենց այդ սոցիալական ցանցից, որովհետեւ ձեր միակ ժողովածուն դեռևս հասանելի չէ, հա, մեզ համար։ Հիմա արդեն գիտենք, որ կարող են գնել եւ ձեռք բերել։ Մի երկու տող եք գրել, երջանկությունը պահ է ակնթարթ վայրկյան, ավելի երկար չի տևում։ Շատ կանայք իսկապես բողոքում են, որ իրենք երջանիկ չեն եւ թե ամուսնական կյանքից, ընտանիքից, թե աշխատանքում եւ այլն։ Իսկապես սա ակնթարթ է եւ պետք է բավարարվենք այդ ակնթարթով։ Մենք չգիտենք, որ երջանիկ ենք։ Երբ մենք կորցնում ենք, այդ ժամանակ զգում ենք, որ երջանիկ ենք եղել։ Իսկ ակնթարթները շատ են։ Ես որ գումարեմ իմ ակնթարթները, մի օր հազիվ կլինի ակնթարթներով, բայց դրանից ավել չի լինում։ Կա չէ այդպիսի մի պատմություն, երբ մեկը բարձրանում է, ուզում է երջանկությունը փնտրում է, որ գտնի, բարձրանում է, ասում են քարանձավում մի սպիտակ մազերով ծերունի կա, գնա գտիր, ծերունուն հանդիպում է, ասում է, այսքան տանջվելով, տառապելով, արյունոտելով, ոտքերս խասել եմ քեզ, ինչ է երջանկությունը, ասում է, այս բանն է, որ ինձ հանդիպեց։
Ճիշտ է։ Այս պահն է։ Եվ ուրեմն երջանկությունը պահ է դրանից ավելի չի տևում։ Իսկ երջանկության թռչյունը բոլորի ուսին չէ որ թառում է։ Դա է նորից աշխատանք է։ Դու ինքդ պիտի, ուրիշը ոչ մեկը քեզ երջանիկ չի դարձնում, դու պիտի դարձնես։ Էլի համառություն, էլի ճանապարհ, էլի գտնելու հնարավորություն, էլի ինքդ քեզ ճանաչելու։ Ես օրինակ ինձ շատ երջանիկ մարդ եմ համարում իմ ունեցածով։ Եվ ես տեսնում եմ, որ սա իմ աշխատանքի արդյունքն է։ Դա ես եմ արել։ Դա, ասենք, բնությունը ինձ տվել է, ես պեղել եմ, ես ինձ գտել եմ։ Եվ դա կարևոր չէ, որ դու գնաս, չգիտեմ, աշխարհի որ քաղաքում քեզ գտնես։ Կարաս գնաս սարի ծայրին մի վրանում քեզ գտնես ու երջանիկ ապրես։ Եվ ինչքան տարիքս առաջ է գնում, ես միշտ նյութը մերժել եմ ընդհանրապես։ Եվ մտածում եմ, որ այն երջանկությունը, որ կաս, ապրում ես, որ քեզ սիրում են, որ քո կարիքն զգում են, որ դու պետք ես, որ այդ հասարակության լիարժեք անդամն ես, որ դու կարողացել ես այդ երջանիկ լինելու իրավունքը վաստակել նաև։ Հրաշալի բան է դա։ Իսկ այն ինչ որ գզրոցներում կարող ես պահել եւ հոգուտ գզրոցներում, որ դե մեկը կարող է պահել մի ներքնաշխար, մի գեղեցիկ, մեկն էլ կարող է աղ պահել, բամբասանք պահել, զրպարտություն։ Երջանկությունը այն է, որ դու քեզ մաքուր պահես նույնիսկ պեղմի մեջ։ Մի բանաստեղծություն ունեք, որը ես չգիտեմ ինչու նմանացրի հայ կնոջ կերպարին, Նուր է անունը, եւ այն մի քառատող կա, վերջին քառատողն է ասում, Նուրը բացում են ձեռքերով, միայն ձեռքի հպումից կեղևն է դողում, ասա ինձ գուցե տագնապ, սեսուր գուցե ծառ մնամ այս անջուր հողում։ Եվ բանաստեղծությունն ինքնին ժամանակ չկա, որ ընթերցենք, նաեւ հեռուստադիտողը կարող է ընթերցել, արդյոք իսկապես հայ կնոջն եք պատկերացրել այս բանաստեղծությունը գրել։ Նուրը բացում են գաղտնիքի նման, շոյում են նրա սրսուր այտերը, Նուրը դողում է կիսվելու ցավից եւ խառնվում են շիկնանքն ու սերը։ Այս անխոնար դարում շիկնող աղջիկ տեսել եք քիչ։ Ես դրա համար ասում եմ, որ խառնվում են շիկնանքն ու սերը։ Գաղտնիքի նման ու նռան նման փակ են խորքերիս արահետները։ Շատ լավ բանաստեղծությունն է, հեռուստադիտողը ձեզ շնորհակալություն հայտնեց, ես էլ միանամ այդ շնորհակալությանը, շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը եւ մի քանի րոպե հաճելի։ Շատ, որ եղած եք հյուրը եւ ձեզ էլ շնորհավորում եմ միշտ անխափան եթեր, միշտ այդպես հաճելի ու բարետես, միշտ գեղեցիկ ու լուսավոր, որը այո, ես եթե ժամանակ կա մի համեցեք, ուրեմն մի իմաստուն, մի փոքրիկ բան, մի իմաստուն իր աշակերտներին ասում է, որ եթե մեկը քար է նետում ապակուն, ինչու է կոտրվում այդ ապակին։ Մի աշակերտ ասում է, որ նետողը ուժեղ է, մյուսն ասում է, որ ապակին նուրբ էր կոտրվեց, եւ իմաստունն ասում է, որ ոչ մեկը ճիշտ չեք ասում։ Երկար մտածում են աշակերտները, դարձյալ չեն գտնում, եւ իմաստունը պատասխանում է, ասում է, ապակին կոտրվեց, որտեղ լուսամուտը փակ էր։ Ես ուզում եմ, որ բոլորիդ հոգիները բաց լինեն։ Այդ լուսամուտը բաց լինի, բոլոր կանանց հոգիները, եւ բաց լինի սիրո դիմաց, բաց լինի բարության, լույսի, ամեն գեղեցիկի, հմայքի, ամեն ինչի դիմաց բաց լինի։ Երբ լուսամուտը բաց է, ոչ մեկը չի կոտրի ձեր հոգու ապակին։ Շնորհակալություն շատ հաճելի վայրկյանների, րոպեների համար եւ ձեր բանաստեղծությունները տա Աստված նոր ժողովածուի մեջ ընդգրկվեն, հա, հոգեշերտերի անհամբերությամբ սպասում ենք, ինչու՞ չէ նաեւ մնացած եւս շատ ժողովածուների։ Դե Մարտեմը կրկին եթերում կլինի մարտի 15-ին ժամը 20:30-ին մենք ուղիղ եթերում զրուցելու ենք Զայաթնովայի անվան ավագ դպրոցի համար 8 ավագ դպրոցի տնօրեն Ալվարդ Բաբայանի, համար 5 դպրոցի տնօրեն Լաուրա Մելիքսեթյանի եւ Աղթալայի համար 1 դպրոցի տնօրեն Լերնիկ Ճիճիրյանի հետ խոսելու ենք ավագ դպրոցների մասին, դրանց արդյունավետության եւ ինչու՞ չէ նաեւ դեռևս արկա խնդիրների մասին։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ բոլոր կանանց կրկին շնորհավորում
Ինչպես մեր հյուրը նշեց, ցանկանում որ դուք լինեք միշտ հայկին, մարմնավորեք հայ կնոջ կերպարը եւ լինեք կանացի, սիրված ու երջանիկ, առողջ եղեք, հաջողություն։